տեսեք, Փաշինյանը վերջին տարիների ընթացքում բազմաթիվ ինստիտուտներ է զավթել սկզբից գործադիր իշխանությունը, հետո օրենսդիր իշխանությունը, հետո դատական իշխանությունը, սահմանադրական դատարանը, նախագահության պոստը, որը էլի իրեն ոնց որ չպետք է ենթարկվեր, հետո ուրեմն օմբուդսմանի կամ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, իդեպ հիշեցնեմ նաև, որ երկրապան այն օրվանից գոյություն չունի, կարելի ասել, հա, իսկ մինչ այդ գոյություն ունեցել եւ լուրջ կառույց է եղել, հա, եւ այսպիսով ինքը փորձում է բոլոր ինստիտուտները զավթել եւ մնաց հայրաքելական եկեղեցին։ Ընդհանրապես սա է, եւ որպիսի իր ծրագրերը ավարտին հասցնի, այսինքն Արցախի մասին ցանկացած խոսքը ջնջի, հիմա օրինակ Արցախի խորհրդարանը փորձում է ընտրություններ անցկացնել, որ նոր նախագահ ընտրի կամ վերահաստատի եղած նախագահ, խոչընդոտում են ամեն ձևով, եւ այստեղ եւս, այսինքն նա փորձում է հայկական շահը ջնջել այս տարածաշրջանից եւ թույլ տալ, որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանը անխափան իրենց գործունեությունը իրականացնեն։ Այս ամեն ինչի նպատակը սա է, իսկ բովանդակային առումով քննարկել թե ինքը ինչ ասեց այս թե այն սրբազանի մասին, սա ընդհանրապես անլուրջ է։